Անշաշկարետ է պարված, ոսկորն ու կաշին է տվյալ անձի, Կաշին ու ոսկորն են մնացել Արմավիրի մարզում ապրող Սովալլուկ այս երկու տղամարդկանց վրա։ Օգնության կոչ են անում, բարի մարդիկ, փրկեք, հայր ու որդի սովամահ են լինում 21-րդ դարում։ Ուղեղը չի աշխատում լավ։ Սահմռկեցուցիչ այս կադրերում սառը բետոնին պառկած այս տղամարդիկ օրերով հաց չեն կերել, բժշկական օգնություն չեն ստացել, զուրկ են ապրելու տարրական պայմաններից։ Իսկ հայաստանյան մյուս իրականության մեջ խնամված բարձրաճաշակ հագու կապով շողշողացող զարդերով իշխանական այս падգամավորն ասում է. շատ մոտ են ծայրահեղ աղքատության վերացմանը։ Արդեն շատ մոտ ենք դրան, որովհետեւ ամբողջությամբ ծայրահեղ աղքատությունը երկրի երեսից վերանա։ Մոտ են ՀՊԱ-ականները ծայրահեղ աղքատության հաղթահարմանը։ բժշկական կենտրոնացածիրա պահանջելու։ Մեր հասարակական կազմակերպությունը մենք այս պահին համապատասխան միջոցներ չունենք։ Բայց իրենց ղեկավարած պետության ներսում միջոցներ չկան։ Կամաց մարմինը գետնին սառչող 50-ամյա եւ 70-ամյա հոր եւ որդու բժշկական ծախսերի համար։ Մեր երկրի կարևոր ապրուստի հարցի քննարկումն է այսօր։ Ես կարծում եմ լուրջ հարցերով պետք է զբաղվենք ժողովուրդ կներեք։ Լուրջ թեմաներից խոսելու հորդոր է անում ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավարը։ Ամբիոնից հայտարարում է, մեր երկրում աղքատությունը կանգնած է 600 հազարից ավել մարդու դռանը։ Տնտեսական մոդելի կարդինալ փոփոխություն է պետք։ Այս մոդելով մենք Լիբանանի օրն ենք ընկնելու։ Մինչազգային ժողովում քննարկում են Բաբկեն Թունյանին տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը, խոսում քաղաքացիական պայմանագրի պաշտոնավարման 8 տարիների ընթացքում տնտեսական ակտիվության հաջող ցուցանիշներից, աշխատատեղերի բացումից ու աշխատավարձերի բարձրացումից, Արմատ մեդիայի տեղեկություններով ծայրահեղ աղքատության մեջ հայտնված այս մարդկանց Արմավիր բժշկական կենտրոնից դուրս են հանում պատճառաբանելով՝ հոտ է գալիս։